Սյունիքի, Տավուշի քաղաքներում ու գյուղերում իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո ուժեղ Հայաստան դաշինքի անդամները քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել են Հայաստանի մայրաքաղաքում։ Երևանի ամենախիտ բնակեցված վարչական շրջաններից Շենգավիթում է եղել ուժեղ Հայաստանի թիմը։ Դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը շրջել է Շենգավիթի բակերում, շփվել մարդկանց հետ։ Շենգավիթում մեծ թվով գործազուրկ քաղաքացիներ կան, նկատել է Նարեկ Կարապետյանն ու վերածնունդ խոստացել մայրաքաղաքի այս շրջանում։ Պետք է 24 ժամ աշխատանքը եռա։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ոչ միայն ծիրանով, այլ հայ մտքի գործով։ Պետք է գործարանները բացվեն նոր ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով, հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Մենք տեսնում ենք խելացի մարդիկ, զարգացած մարդիկ, ենթակառուցվածքը սակայն թաղային 20-րդ դարի կեսերի ենթակառուցվածք է։ Մենք չենք ներդրել Երևանի մեջ գումարներ, չենք վերակառուցել, սարքել, բարելավել մեր փողոցներն ու բակերը։ Այդ պատճառով մեր փողոցները իրենց փայլը պետք է վերականգնեն նորից։ Կարապետյանն ասել է ինչու է Երևանը մերժում Նիկոլ Փաշինյանին, որովհետև ըստ նրա երևանցիները հիշում են ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 5 տարի առաջ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ինչ է արել հետո։ Երևանում դու չես կարող մի բան ասել, հետո ֆրացնել։ Երևանցին տեսել է, որ խոսքը ու գործը չի համապատասխանում ու կորցրել է հարգանքը այս մարդկանց նկատմամբ։ Որպեսզի իմանաս մարդն ինչ փոփոխություն կարող է բերել ապագայում, պետք է տեսնես ինչ է արել նա անցյալում, ասել է Նարեկ Կարապետյանը մարդկանց, նրանց հիշեցնելով ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի բարի գործերից մի քանիսը։ Կարապետյանը չունենալով որևէ պարտավորություն իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ, Փաշինյանը ստանալով պարգևավճարներ 2 մետր ասֆալտ է անում եւ ամեն օր դրա մասին ասում է. Սիրելի շենգավիցիներ ջան, մեր քաղաքը վերափոխվելու է։ Զրոյից կառուցել ենք այս երկրի արդյունաբերությունը։ Ոնց չենք կարող։ Կարող ենք, անելու ենք ու անելու ենք բոլորս միասին։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։